Այս մթնոլորտը ինչ որ կերպ վերաբերում է հայ-ադրբեջանական օրակարգին։ Հայ-ադրբեջանական օրակարգին չի վերաբերում այնքանով, բայց դադարը ինչու բացատրել։ Որոշակի նայեք, բովանդակային առումով ուղիղ չի անդրադառնում, բայց ընդհանուր առումով ինքը համաշխարհային քաղաքականության վրա է անգամ ազդում։ Այսինքն մի բան ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող կարգավորման գործընթացը ինքը օրակարգում է, համենայն դեպս դե Հայաստանի պարագայում պարզ է Ադրբեջանի կողմից եւս որևէ շեղում չկա այդ օրակարգից, բայց միջազգային քաղաքականության վրա Իրանի դեմ պատերազմի ազդեցությունը ինքը սահմանափակում է մյուս բոլոր կոնֆլիկտների շուրջ եղած ուրեմն գործընթացներ։ Օրինակ տեսեք ռուս-ուկրաինական պատերազմի մասին ով է մտածում, խաղաղության մասին, կարգավորման մասին ոչ ոք չի խոսում։ Դրան գումարած տեսեք նոր խնդիրներ են առաջանում Միացյալ Նահանգների եւ նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների, հատկապես եվրոպական երկրների միջև։ Այսինքն տարբեր զուգահեռ խնդիրներ են առաջանում, որոնք ընդհանուր առումով աշխարհում ընթացող նաեւ քաղաքական process-ների վրա բացասական ազդեցություն, դե տնտեսական, քաղաքական դա միանշանակ է։ Սա է պատճառը, որ ինտենսիվություն որպես այդպեսին չի նկատվում։ Դրան գումարած նաեւ Հայաստանի ներսում ընթացող ներքաղաքական, այսինքն նախընտրական process-ները եւս թույլ չեն տալիս, որ process-ը բովանդակային առումով առաջ շարժվի, TRIP-ի հետ կապված, այսինքն Միացյալ Նահանգների ակտիվությունը այս գործընթացում եւս սահմանափակված է էլի օբյեկտիվ պատճառներով։ Սա է, որ մենք չենք տեսնում բովանդակային տեղաշարժ, բայց անկախ Իրանում պատերազմից այս пассивությունը կանխատեսել էր, որտեղ Ադրբեջանում եւս մեծ հաշվով սպասում են Հայաստանում ընտրությունների արդյունքներին, որտեղ պայմանավորվածությունները հիմնականում ձեռք է բերվել ներկա իշխանության հետ, ինչպես այդ թվում եւ TRIP-ի շուրջ։ Իհարկե, այդ թվում է TRIP-ի շուրջ, որտեղ տարբեր քաղաքական ուժեր տարբեր հայտարարություններ են նույն օրինակ ընդդիմության շարքերում կան կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, որոնք ասում են TRIP-ի պայմանները պետք է վերանայվեն։ Իսկ Ադրբեջանի մոտեցումը եւ Ադրբեջանի ընդհանրապես դիրքորոշումը Հայաստանի հետ դիրքորոշման վրա Հայաստանի հետ կարգավորման գործընթացում շատ մեծ ազդեցություն է հենց TRIP-ի գործոնը։ Թրամփին զարմացրել է ՆԱՏՕ-ի երկրների չմիանալը Հորմուզի նեղուցում ռազմական գործողությանը։ Մենք էլ զարմանանք։ Կարծում եմ, այստեղ զարմանալ պետք չէ, ինչու՞։ Որովհետև ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները կարծում սպասում էին հարմար առիթի իրենց ատամը Միացյալ Նահանգներին ցույց տալու, կոպիտ ասած, հա, որտեղ նույն ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված, Գրենլանդիայի հետ կապված այդ խնդրով պայմանավորված խնդիրներ անընդհատ եղել են Միացյալ Նահանգների եւ ուրեմն եվրոպական միության երկրների միջև եւ հատկապես Բրյուսելին եվրոպական միությանը դուր չի եկել որ Միացյալ Նահանգները իրենցից այսպես անջատ միակողմանի բանակցությունների վարում Ռուսաստանի Դաշնության հետ օրինակ, հա, կամ Գրենլանդիայի հետ առանձին օրակարգ է մշակել։ Եվ կարծում եմ, որ հիմա իրենք իրենց արժեքը ցույց տալու, իրենց կարևորությունը ցույց տալու համար իրենք ուրեմն նման դիրքավորում են ստանձնում Միացյալ Նահանգների գործողությունների մասով։ Երկրորդը իհարկե հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ այս պատերազմը ինքը հիմնականում Իսրայելի նախաձեռնությամբ եւ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի առանձին մի խմբի կողմից փոխհամաձայնված գործողություն։ Դա այդ տարանջումն էլ արդեն նկատելի է։ Այո, արդեն Թրամփի ադմինիստրացիայում։ Այսօր, եթե չեմ սխալվում, այդ ռազմական ոլորտի կարևորագույն պաշտոնյաներից մեկը հրաժարական էր ներկայացրել, հիմա անունը չեմ մտաբերում։ Լավ, Հորմուզի նեղուցի փակ պահելը, արգելափակելը Իրանի կողմից։ Ինչքան կդիմանա Իրանը այստեղ, դա շատերը որպես կարևոր հանգամանք են համարում, ընդհանուր համարում են պատերազմի ելքի վրա ազդող գործոն։
Այո, տեսեք, մի կարևոր հանգամանք կա, երկու կողմերի ռեսուրսներն էլ գնում են սպառման։ Օրինակ Միացյալ Նահանգներն էլ Իսրայելն էլ հայտարարում են, որ հիմնականում օրինակ Իրանի հատկապես հրթիռարձակման կայանները 90%-ից ավել ոնց որ մասշտաբով ոչնչացված են։ Սա նշանակում է, որ եւ դա երևում է նաեւ կրակի ինտենսիվությունից զգալիորեն անկում է ապրել Իրանի կողմից թիրախավորումը։ Միևնույն ժամանակ հարձակվող կողմի համար, այս դեպքում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից էլ նկատվում է հոբ ուրեմն զինատեսակների հետ կապված, հատկապես այդ հրթիռների հետ կապված խնդիրներ։ Գնստեղ էլ կան նաեւ ռեսուրսային խնդիրներ։ Ամբողջ հարցը այն է, որ Հորմուզի նեղուցում կոնկրետ գործողության հետ կապված դեռևս չկա որոշում։ Ես իմ գնահատմամբ Միացյալ Նահանգները ունի հստակ սցենար Հորմուզի նեղուցը վերահսկողության տակ վերցնելու եւ դրան գումարած նաեւ ուրեմն Իրանում այդ կարևոր կղզին, որը մեծ ազդեցություն ունի նավթի արդյունահանման եւ ուրեմն տրանսպորտ տեղափոխման հետ կապված այդտեղ էլ գործողությունով, բայց այդ որոշումը դեռևս կայացված չէ։ Այսինքն այն նկարագրում եք օրերի հարց չէ, այլ ավելի տևական ժամանակ։ Ես նկատում եմ դրան հաջորդած հետևանք ինչպեսին կլինի։ Իմ գնահատմամբ, տեսեք, դեռևս այս խոսքից մեկնարկին երբ նշեցի, մարտավարական նոր ուրեմն տրամաբանության արդյունավետությանն են սպասում։ Այսինքն փորձում են հասկանալ, որտեղ եթե Իրանի ներսում վարչակարգի փոփոխության հարցը լուծվում է, այլևս ռազմական եղանակով նույն Հորմուզի նեղուցի կամ Իրանի էներգետիկ ռեսուրսներին հասանելիության խնդրին գնալու խնդիր չկա, նման հարց չկա, անհրաժեշտություն չկա, վարչակարգը փոխում են, նոր վարչակարգին ինչ ասում են, Միացյալ Նահանգների բնականաբար պահանջներն ընդունում են, օրինակ նույնը ինչպես եղավ Վենեսուելայի պարագայում։ Եթե դա չլինի այդ սցենարը չաշխատեց, իրենք հասկանան, որ այնուամենայնիվ չեն կարողանում վարչակարգ փոխել, այդ դեպքում կարծում արդեն ռազմական սցենարը օրակարգային կլինի։ Եթե նաև լինի որոշում, պատերազմը դեռևս անորոշ ժամկետով շարունակել, իսկ կարծում նման որոշումը եւս հնարավոր է։ Գոնե իսրայելական ուրեմն պաշտոնյաների ռետորաբանությանը հետևելու։ Ինձ համար այսպես ասեմ, շատ ավելի կողմնորոշիչ չէ Իսրայելից հնչող հայտարարությունները, քան Միացյալ Նահանգները հաճախ հակասական հայտարարություններ են հնչում։ Դա գուցե նաև մարտավարություն է հակառակորդի պլանները, այսինքն հակառակորդին թույլ չտալու, որպեսզի իրենք հաշվարկեն Միացյալ Նահանգների պլանները։ Իսրայելի պարագայում ավելի հստակ են նպատակները։ Այս բանի նպատակը վարչակարգի փոփոխությունն է առաջիկա այդ մարտավարական նոր ուրեմն տրամաբանության գործարկման արդյունքում։